Այսօրվա մեր պլանը լինելու է ընդհանուր այս եղած բացատրելի ML-ի կտորի գաղափարները մի հատ կոնկրետ դատասեթի վրա կիրառել, բայց ավելի շատ մակերեսայինոտ ենք անելու, այսինքն դնելու ենք հարց մեր դիմաց, ոնց նշել էինք այդ բանը, ստարտափների հաջողության վրա ինչ գործոններ են ազդում, բայց նես չի, որ իրան այդ կարգի տեղը տեղին ենք անելու, որ մեր գտած պատասխանները ասենք, որ դե սա մեր բանն է, ոնց որ սա կարան գնանք արդեն մարդկանց ներկայացնենք որպես հիմնական ֆակտորներ, չէ, ավելի շատ ոնց որ ուղակի տարբեր բաներ կիրառելու ենք, խոսալու ենք տարբեր նրբություններից, բայց նես չի, որ տենց իդեալական վերջնական պատրաստի պատասխան ենք էլի ստանալու մենք, այնտեղ պետք է ավելի խոր ու ավելի մանրամասն անել, եթե տենց ենք ուզում, ու հա, այսօր որ անենք, եթե ժամանակայինով տենց շատ թեթև ու հաճելի լինի ու էներգիայավել, կարա մի հատ էլ այս feature engineering, feature selection թեմային շատ կարճ անդրադառնանք, թե ընդհանուր ինչ մեթոդներ կա թազա feature-ներ ստեղծելու ու հետո որ արդեն լիքը feature-ներ ունենք, օրինակ, ոնց մեջներից ընտրել թե որոնք ենք ուզում, այդ տենց երկուսը միասին իմ հասկանալով մի կես ժամվա լեկցիա կարող է լինի, բայց գուցե իրան նաև կպցնենք մեր հաջորդ լեկցիային, ու հա, հաջորդ լեկցիաների հետ կապված էլ մեզ մնացել է աղյուսակային տվյալների վրա կառավարվող ուսուցումից մի հատ կլասիկ մեթոդների վրայով անցնել, որ իրանցից են համով գաղափարները իմանանք ֆիքսել ենք, բաց չենք թողել, ու մեկ էլ մի դասով էլ կանենք բան, ժամանակային շարքերի հետ աշխատանք, ոչ տենց սուպեր խորը, բայց հիմնական են կարևոր գաղափարները գոնե իմանալու նպատակով, էլի։ Ու արդեն դրանից հետո հազիվ կմտնենք արդեն սկզբում առանց թիրախ տարածություն, որը որ հավանաբար բավականին հետաքրքիր կլինի, ասենց լավ երկար ժամանակ այս մի ճյուղի մեջ մնալուց հետո։ Մեր նպատակներ ստեղ ունենք մոտավորապես 470 ստարտափի մասին տվյալներ, ու վերջնական թիրախ ունենք ոնց որ այդ ստարտափը հաջողել է թե չէ։ Մի հատ ոնց որ բռնենք, հասկանանք թե բան։ Հիմա այս ստարտափը ի վերջո ինչն է ի վերջո բերում նրան, որ ստարտափը հաջողի։ Այնա թե որ երկրում է ստարտափը գտնվել, այնա թե քանի հատ բան համահիմնադիր ունի, որ ոլորտում է եւ այլն եւ այլն, ոնց որ ինչի ինչքան է ազդում է դրա վրա։ Ու հա, այդ կանենք տենց մի քանի մոտեցումով։ Սկզբում կգնանք ուղակի բաց տուփ մոդելներով կնայենք, այդ կամ ապակե տուփ, որ ուղղակի տենց լոգիստիկ ռեգրեսիա կամ տենց հասարակ ծառ, այդ տենց ինչ-որ մի հատ բան գծում ենք ու իրանց արդյունքները նայում ենք, որտեվ իրանց մեկնաբանելը դժվար բան չի որպես այդպեսին։ Հետո արդեն կգնանք մոդել ագնոստիկ մոտեցումներ դեպի permutation feature importance-ը կամ partial dependence plot-ը կամ եթե ոչ թե միջինն են գծում այդ սախ ազդեցությունների այլ բոլորը այս plot-երը, ու հետո կսարքենք մի հատ ավելի տես ջիգարով մոդել, tune արած բան, light GBM, ու իրա վրա կնայենք շապի արդյունքները, այդ շապլի տեսության հիմքով եկած Lime-ով մի հատ սուրոգատ մոդել կսարքենք, իրան լոկալ մակարդակի ու կսկսենք իրան փորձել բացատրել, ու երկու հատ էլ counterfactual կգծենք, այս մեր բան, diverse counterfactuals գրադարանի միջոցով։ Առաջի քայլը միշտ անպայման լինում է մեր մոտ ուղակի բռնել ու մի քիչ EDA անել։ Իրականում լավ կլինի ջիգարով հավեսով EDA անել, ստեղ շատ ավելի մակերեսային եմ արել, քանց պետք է։ Այսքան օրինակ բռնել հենց խորանալ ըստ երկրի ինչ ազդեցություններ կա, խորանալ ըստ բանի, ըստ ինդուստրիաների տարբեր կապեր նայել եւ այլն, տենց մակերեսային մակարդակով էլի դեռ machine learning բաման այդ ամեն ինչը մոռանալով, որը արդեն ահագին կարող օգնի։ Այս մի խոսքով, ստեղ հələ իմպորտներ, տվյալները բերենք, ստեղ իգնոր անենք այն ձանձրալի error-ները, որոնք որ այդքան շատ օգուտ չեն տալիս, ասենք ինչ որ բան հնանալու է։ Ու հա, ու ստեղ մեկ էլ մի հատ էլ տրուկ, որ եթե տվյալները նայել եք, կֆիքսեք, որ տենց սյուներ կա, որ ահավոր երկար անուններ ունեն, ստե մի քիչ գոնե իրանց կրճատենք, ասենք number of-ը գրենք n տակի գծիկ, կամ ասենք survive through rotation based on existence դա անունը դնենք մի հատ ինչ-որ կարճ բան, ու հա, percent skill-ը գրենք ուղղակի skill տակի գծիկ, մի խոսքով, որ մի քիչ ավելի թեթև լինի աշխատելը, ու հա, ու գանք կարդանք, տեսնենք ինչ է լինում։
Այստեղ մենք իրականում այս task-ը որ սարքել էինք, ովքեր որ փորձել են կարդալ, մեջը դիտման բան էինք մտցրել, պրոբլեմ էինք մտցրել, որ բան, այդ dataset-ի վրա մեջ պրոբլեմ էինք ավելացրել, որ չկարանանք ուղղակի read CSV գրելով իրան կարդանք, error գցի, այնտեղ մի հատ ինչ որ կոտրված bit էինք ավելացրել, էլի սենց ասած։ Դրա համար պետք է իրան encoding-ը փոխել ուրիշ ձևով։ Այս հենց դա արդեն տեսնում ենք մեր տվյալները, որտեղ ունենք company name-ը, որը 1000 տարի պետք չէ սյունը, dependent company status, որը արդեն մեր թիրախն է, որ ուզելու ենք գուշակել, ու 116-ը սյուն, գժանոց է ուղղակի։ Year of funding, age of company in years, այս միանգամից կարա ինչ որ զգացնել տա, որ կարող է մի բան ավելորդ հա, իսկ երբ է հիմնադրվել կամպանիան ու քանի տարեկան է կամպանիան, այդքանը դժվար չի հաշվել, չէ՞, երբ որ գիտենք թե որ տարվա թե երբ որ ինչ որ ֆիքսած տարի է հավաքվել տվյալները։ Ինտերնետում ինչքան ակտիվ են, կարճ նկարագիր կամպանիայի, որ ինդուստրիայում է գտնվում, ինչի վրա է կենտրոնացած, ովքեր են եղել ներդրողները, ինչքան աշխատող ունի, տտտտտտտտ ու տենց։ Նախ, եթե նայենք բաշխումը ըստ սյան տեսակների, կտեսնենք, որ 108 հատը որպես string է, ինչը կարող է մի քիչ կասկածելի թվա, հատկապես երբ որ ստեղ նայում ենք, արդեն այս պոչում տեսնում ենք ինչ որ լիքը թվային սյուներ կան։ Այդ տեսակը բարձենք թե ինչից է sense ցույց տալիս։ 5 հատը ունենք մաքուր float, 3 հատը ունենք մաքուր integer։ Սրանք գոնե հաճելի են։ Հա, բայց հեսա որ մի քիչ էլ դատարկ արժեքներին նայենք, ու իրականում նայենք իսկ մեկ-մեկ այս օբյեկտ ցույց տվածները իրանցից ինչ են ներկայացնում, կհասկանանք, որ շատ բան կարանք թվայինին բերենք, օրինակի համար, եթե yes ու no-ը գրացյունը, այդ նույնն է, ինչ ուղղակի ասենք ինքը թվային 1 ու 0-ն է, չէ՞, մեր բինարն է։ Կամ լիքը դեպքերում, երբ որ տվյալները բացակայում են, գրածա no info, ու այս no info-ի պատճառով ինքը դառնում է ոնց որ string, օբյեկտ է դառնում, չէ՞ մեր մոտ։ Հա ինչ որ, երբ որ տվյալները կան 1, 2, 3 հա գրած։ Այս սրա տեղը եթե none լիներ, այսինքն not a number, արդեն ավելի մաքուր կստացվեր։ Ու հա, մեկ է թիրախի հետ կապված եթե նայենք, մեր մոտ իրականում ի տարբերության իրականությանը, այս dataset-ի մեջ մեծամասնությունը ստարտափների հաջողած են 305-ը ընդդեմ 167-ի, 65% ստարտափների հաջողած է, այսինքն արդեն հիմիկվանից գիտենք, որ majority classifier-ը ունի 65% ճշտություն, որ եթե մենք ստանանք 70%, չգնանք գլուխ գովանք։ Ու մինչև գնալ գրելը get NA get sum, որ հասկանանք ինչքան բացակայող արժեք կա, այնտեղ նախապես մի քիչ բզբզալով տվյալները կտեսնենք, որ այսպես տարատեսակ բաներ է գրված լինում, երբ որ չգիտենք արժեքը թե ինչ է, ու այս ամեն ինչը էլի նշանակում է, որ արժեքը բացակայում է։ Հիմա պետք է գրած լինի անպայման none, թե կարա ուղղակի գրած լինի string-ով NA կամ n/a, սա նույն պատմությունն են։ Դրա համար սահմանենք որպես բացակայող, եթե ինքը կամ ինձ իրոքից պանդասի ասած is NA-ն է, այսինքն ստանդարտն է, կամ էլ այս մեր կամին նշանն է։ Ինքը այս բացակայող արժեքների այս արժեքներից ինչ որ մեկին է հավասար։ Ու այդ այնց որ գցենք, տեսնենք, որ սյուներ կա, որ խայտառակ շատ բացակայող արժեք ունեն։ Օրինակ, քանի հատ պարտներ կա կամպանիայում, դեպքերի 80%-ում մոտավորապես բացակայում է։ Քանի հատ հոդված ունեն հրապարակած, էլի 70%-ից մոտավորապես 70% դեպքերում բացակայում է, ինչը իրականում կարա նաև բացատրվի նրանով, որ այս են դեպքերն է, երբ որ ուղակի 0 է արժեքը, այսինքն երբ որ հոդված չի ունեցել, դրան գրել են որպես պրոստը ոչ մի բան, ու ինչ որ բաներ էլ ուղղակի ձև չեն ունեցել փոկել, օրինակ կլիենտի ռեպուտացիա ոչ միշտ է որ կարան վերցնեն։ Ու հա, այդքան շատ էլ կամ օրինակ last funding amount-ը այս շատ հաճախ ստարտափները ուղղակի բան են թողում, գաղտնի են թողում այս ինֆորմացիան, չեն ասում ինչքան փող են ներգրավել, դրա համար բացակայող է, այսինքն որոշ դեպքերում հենց բիզնես պատճառ ունի բացակայողությունը, որոշ դեպքերում աստված գիտի թե ինչի է բացակայում, որոշ դեպքերում էլ բացակայում է, որովհետև կարող է իրականում բացակայելը իր մեջ ինֆորմացիա է բերում։ Խառը խշտիկ տարբեր տեսակի բան է, ու որ ասում եմ մեր ստացած արդյունքը չի լինելու տենց իրոք վերջնական ճիշտ պատասխան, այդ նրանից է, որ սրանց մեջ է այդքան չենք խորանալու, որ իրոք շատ անհատական մոտենանք, ավելի շատ մեր նպատակը ոչ թե պրոյեկտը անելն է լինելու, այլ գիտելիքները տարբեր տեղերում նստացնելը։
ու այս անհասկանալիոտ ու կեղտոտոտ տվյալների բանը շարունակելով լիքը դեպքերում էլ ուղակի բաները, սյան արժեքներ է եղած, նույն բանն են ցույց տալիս, բայց տարբեր ձև գրված լինելով, օրինակի համար կա սյուն թիմը մեծացել է թե չէ, ու իր արժեքներն է no, փոքրատառ yes, y-ը մեծատառ, ամեն ինչ մեծատառ ու չգիտը։ Լոկալա թե գլոբալ էլի նույն զիբիլը։ Դրա համար ոնց որ այս դատասեթը իրոք տենց ահավոր կեղտոտ դատասեթ է, որի վրա լիքը մաքրելու գործ է պետք անել, կամ ինչ որ պատճառով որոշները թողել հետոյվա, բայց գոնե գիտակցել, որ կեղտոտ է մնացած։ Ամ, Ու հա, ու մեկ էլ էս բանն էլ որ ֆիքսենք թե ինչի էր սյունը ասում, որ բացակայող է, ըստեղ եթե բռնենք բան անենք, մի հարկան։ Հա, եթե նայենք այս employee count-ը, կտեսնենք, որ ստեղ երբ որ NA-ները գցում ենք, մի վարքան, հա, երբ որ NA-ները գցում ենք ըստ բանի ունեցած NA-ները, այսինքն պանդասով սահմանված NA-ները, հենց որպես բացակայող արժեք օբյեկտ, մեկը ստանում ենք 166 հատ none, ու այս none-ը ուղղակի մեր մոտ բան, string none-ներ, Այդ ջան մի հատ հարց տամ էլի։ հնդրամ։ Այս բան դատասետի հետ կապված ցանկացած աշխատանք, որ արվում է, ասենք ինֆորմացիա հաշվի չառնել կամ թազա ինֆորմացիա ավելացնելը, դրանք բոլորը համաձայնեցվում են customer-ների հետ։ Չէ, այդքան դե Թե ոնց որ այս տեսակ ինքնագործողություններ արվում։ Մгм. Ոնց որ կախված է բանից, իրականում մի քիչ ավելի շատ կոնտեքստից, իրականում եթե օրինակ կլիենտից այսպես դատասետ ստանալ, առաջի բանը կլինի իրանց ասել, որ գիտեք չէ, որ ձեր մոտ սա սիստեմը զիբիլանոց է, մենք մեր մոտ կարանք դզենք, բայց դուք է ձեր մոտ դզեք, որ ապագայում չլինի։ Բայց օրինակ այս սրանք ստանդարտացնել եւ այլնը, մենք ուղղակի կոդով մեր համար անում ենք ու կոդը նենց պատրաստի ենք պահում, որ հետո երբ որ կլիենտի կողմում այս ամեն ինչը աշխատելու լինի, այդ նույն ստանդարտիզացիաները տեղի ունենան, էլի։ Բայց եթե ինչ որ ավելի լուրջ փոփոխություն ենք ուզում անել, օրինակ ենթադրություն ունենք, որ եթե բռնենք մի հատ ինչ որ սյուն ուղակի ջնջենք, ինքը կարա լավ լինի, կլիենտը բայց կարող է ասի, գիտեք ինչ, այս սյունը իրականում խայտառակ կարևոր է, ու մենք պետքա հստակ իմանանք ինքը ոնց է ազդում։ Այդ տեսականորեն եմ ասում, մի քիչ չեմ պատկերացնում, այդ ինչ կլիենտ պետք է լինի, որ տենց բան ասի կամ ինչ սյուն լինի։ Այսինքն էլի ոնց որ կարճ ասած այն ամենաոչ օգտակար պատասխանը պետք է ասեմ, որ ահավոր կախված է կոնկրետ դեպքից, ու ընդհանուր առմամբ ոնց որ նաև ըստ նրա ինչ որ չափով զգում եք էլի դուք էլ թե որ որոշումներն ա որ կարաք լրիվ ինքնուրույն կայացնեք, որ որոշումներն ա որ արժի մի հատ նավսեկի կլիենտից ճշտեք ու որ որոշումներն ա որ պրոստը ընդհանրապես ձեր ոլորտից չի, պետքա կլիենտը ասի թե օրինակ ինչա նշանակում բան։ Ընդհանրապես օրինակ որն է նշանակում հաջողության կրիտերիա։ Մոդել, որը որ լավ է աշխատում ասելը լիքը դեպքերում հեչ ակնհայտ չի, երբ որ օրինակ չկա ցենց ակնհայտ set, որի վրա կարանք օրինակ ROC, EOC հաշվենք, չնայած դա էլ լիքը բաներում ոչ ակնհայտ է լինում։ Բայց մի խոսքով, ոնց որ եթե consulting project ենք անում, կարևոր է ուղղակի տենց լավ մաքուր կոմունիկացիա պահելն է, էլի։ Այդ երբ որ դրած լինի, Okay։ արդեն ինտուիցիան կասի մնացածը։ Հա, Merci շատ։ հա։ Դες մերսի, շատ ճիշտ հարց է, ուղղակի բան, իրոք շատ բան հարց է, ինդիվիդուալ է հիմնականում լինում։ Դե լավ, գնանք մի քիչ թվային սյուների համար բան նայենք, բաշխումներ նայենք, ծաղկաքաղ արած մի քանի հետարքիր սյան համար, ու ստեղ տեսնում ենք այն բավականին տիպիկ դեպքերը, երբ որ ասում ենք, գիտեք ինչ, եկեք լոգարիթմենք, երբ որ ունենք լիքը տվյալներ ձախում հավաքված ու մի քանի հատիկ խայտառակ մեծ արժեք, օրինակի համար last founding amount-ը, ստեղ ունենք մինչև տենց 10-ի 8 աստիճան արժեքներ, չէ, ներողություն, 7 անգամ 10-ի 7 աստիճան, 8 անգամ 10-ի 7 աստիճան։ Ինչա հա, ինչ որ կամպանիաներ խայտառակ շատ փող բերած են լինելու, բայց էլ նայեք ինչքան քիչ է։ Նույնը թիմի չափը։ Հիմնականում երևի տենց 0-ից 200 հոգի է թիմում աշխատում, ոչ թե 5000։ Այս բայց co-founder-ները կամ տարիքը ավելի հետաքրքիր բաներ են մեզ պատմում։ Այս օրինակ հետաքրքիր է խի ասենց այստեղ բացեր, կարելի է մի քիչ ավելի մանրամասն նայել ինտերվալներին, այստեղ օրինակ բաց։
Բայց մի խոսքով, հիմնականում մեդիանը երկու հոգի իրար հետ համահիմնադրում են կամպանիան, ա, այս հա մի քիչ այդքան է հաջող տարածել 1.90-ից 2.2 օրինակ, ինչ է ստեյության 2 նշանակում, իրան կարային որպես ավելի շատ կատեգորիկություն գծեինք էլի, ոչ թե որպես թվային սյուն։ Այդ հա, էլի շատ տեղեր մեր մոտ էս լոգարիթմական պատկերները internet activity score-ը բացասական է լինում, սա հետաքրքիր է, կարելի է գնալ խորանալ, փորձել նկարագիրը կարդալ ավելի, թե սյունը ոնց է սահմանվում։ Մեր մոտ կակրաս այդ ռեպոյում բան կար, չէ՞։ Մի հատ է ֆայլ կար, որ ամեն միսիան նկարագիրն էր պարունակում։ Հա, բայց հա, ու մեկ էլ կարող ենք այստեղ նայենք արդեն թե ոնց են որոշ սյուներ կախված թիրախի հետ, ուղղակի իրենց ներկելով։ Այստեղ օրինակի համար այդ կրթության մակարդակին, եթե ընտրենք բակալավր, մագիստր ու PhD-ին, այստեղ արդեն լավ հետաքրքիր կապ ենք տեսնում, այն որը PhD ունեցածը ավելի հաջող ալնում, որտեվ գուցե նաև PhD-ն ավելի հեշտ է ներդրում բերում, որ մագիստրը bachelor-ից ավելի փոքր է, այդ հետաքրքիր է, այստեղ ամբողջականության համար պետք է նաև նայել բաները, տվյալների քանակները այստեղ, որ եթե օրինակ մագիստր շատ քիչ կա, իրանց վրա տոկոսը կարող է այդքան է նկարագրական չի, բայց ամեն դեպքում հետաքրքիր բան ու տենց անսովորել բան այնա որ եթե նայում ենք այդ բանը հիմնադիրը նախկինում ստարտափի փորձ ունեցել է թե չէ, երբ որ չի ունեցել ավելի շատ է հաջողում կամպանիան, քան երբ որ ունեցել է ինտուիցիան հակառակը կասեր, կարելի է գնալ մի քիչ խորանալ, օրինակ սա գծել ըստ երկրի բան, գուցե երկրի հետ կապված ինչ որ սիգնալ կա, բայց հա, այս last funding-ն էլ այդքան շատ տարբերություն ոնց որ թե չի զգացվում ստեղ, այսինքն թե ինչքան են փող բերել, կարաս լիքը փող բերես, ասենք ամնաշատ փող բերածը ձախողել է, այդտեղ այդքան ակնհայտ կապ չկա։ Հա, բայց այս ամեն ինչից առաջ իրականում պետք է ավելի զգուշ լինենք նրան, որ մենք կորելացիաներին էլ ուշադիր չենք եղել, չնայած հələ առաջը այդքան է չէ, սրանից հետո է պետք է ավելի զգուշ լինել։ Որ եթե բռնենք ուղղակի գծենք կորելացիան այս ամեն ինչի, այստեղ ես մեկ-մեկ սիրում եմ այս անկյունագիծը ջնջել, որովհետև իր վրա է վերցնում հարվածը, որովհետև գույնային գամայի դոմինանտությունը, որովհետև դե parza կորելացիան սյունը ինքն իր հետ մեկ է լինելու, Claude-ին չեմ ասա տենց անի։ Բայց այստեղ արդեն սրանով նայելով արդեն տեսնում ենք ինչ որ պոտենցիալ տեղեր, որտեղ կարող ենք ինչ որ սյուն շպրտենք մի կողմ, օրինակի համար նայեք կա employees per year, վառ կարմիր, ու կա այստեղ բան, team size all employees։ Այսինքն ամեն տարի ինչքան աշխատող ավելացրում, ընդհանուր քանի աշխատող կա, օրինակ եթե կամպանիան մի տարի է աշխատել, այդ լրիվ նույն թիվն է տալու, եթե չէ, ընդհանուր բավականին կորելացված է լինելու իրար հետ, կամ last վերջին ռաունդում ինչքան գումար են բերել ու եկան last round of funding, այսա խրտ հա, last funding amount հա, պետք է մի հատ կարելի է գծել նայել այս երկուսը ինչ անում, որովհետև անունով կարելի ասել համարյա նույն բանն են ընդհանրապես։ Հա, ես մեկ է մի բան որ սիրում եմ անել, միշտ այս կորելացիոն heatmap-ը սարքելուց մի հատ է դնում եմ, որ ինքը ուղղակի բարձր կորելացիա ունեցող զույգերի իրար հետ տպի, որ ասենց աշկերտս չջարդեմ։ Բայց դա այստեղ ոնց ամբողջ թեմատիկայով ավելի մակերեսային ու ընդհանուր է արած։ Դրա համար օրինակ նաև չենք խորանալու նայենք այս երկուսը իրար հետ ինչ են ու իրանցից մեկը բռնենք ջնջենք։ Նաև այնտեղ շատ չխորացանք այդ yes no կամ մեծատար փոքրատար եւ այլն, որ իրանց ստանդարտացնենք։ Հələ ոնց որ ուղղակի ոնց որ միտքը այնա, որ ճիշտ կարևոր քայլերով անցնենք, ոչ թե ծերից ծեր իրանց կիրառենք, տենց շատ լայն կդառնար։ Հիմա ամենանուրբ լինելու բաներից մեկը, որը իրականում նաև սկզբի 1-2 անգամ է, երբ որ ես տարբեր տարիների CSV-ն բացել էի, բզբզացել էի, ես ինքս բաց էի թողել, այնա որ մենք ստեղ ունենք մի հատ շատ լուրջ սյուն, որը որ շատ լուրջ բանի է բերում, տվյալների արտահոսքի է բերում, ու այդ սյունը survive through recession, այսինքն ռեցեսիան ենթադրում եմ 2008 թվականի Ամերիկայի կրիզիսը, արդյոք է դրանից գոյատևել է կամպանիան, թե չէ։
Հիմա այն որ կամպանիան էս կհիշեք բանը, այն մարքեթինգի դատասեթի մեջ, երբ որ ունենք թե ինչքան է տևել զանգը, որ զանգը անում ես, չգիտես ինչքան կտևի, իսկ եթե զանգը երկար է տևում, այդ հավանաբար հենց նշանակում է, որ լավ է գնացել զանգը, կլիենտ այդ բան, մարդը լիքը հարցեր է տվել կամ առաջարկը լրիվ լսել է, ինչը պետք է ահավոր օգնի գուշակություն անել։ Հիմա այստեղ այն որ ինքը այդ ռեցեսիայով անցել է բարեհաջող, կարող օգնի հասկանալ, որ կհաջողի կամպանիան։ Իսկ օրինակ, եթե չի անցել, ուրեմն մի ավտոմատ նշանակում է, որ ձախողել է։ Հենց եթե այստեղ գծենք իր ձախողել է թե չէ ու անցել է ռեցեսիան թե չէ, տեսնում ենք, որ երբ որ չի անցել ռեցեսիայի շրջանով, ունենք 31-ը 0-ի։ Այսինքն այս շումը ուղիղ միանգամից մեզ ասում է, որ կամպանիան ձախողելու է այս դեպքում։ Ու նաև եթե պատկերացնենք, որ մենք այս դատասետը պետք է run անենք ռեցեսիայից առաջ, ուրեմն բան, այսինքն գուշակությունը այդ կամպանիայի համար անենք ռեցեսիայից առաջ, մենք այդ շունը չենք էլ ունենա զուտ։ Իսկ եթե ապագայի կամպանիաների համար ենք հիմա մտածում սա կիրառել, այսինքն որպես predictive modeling, ոչ թե ուղղակի descriptive, որ հիմա անում ենք, ինքը նաև այդքան է օգտակար չլինի, որովհետև բոլոր կամպանիաների համար ինքը լինելու է կամ չգիտենք, որովհետև ուղղակի կիրառելի չի լինելու նոր կամպանիաների համար, իսկ հին կամպանիա, իսկ հա, չէ, այդքան նոր կամպանիաների համար ուղղակի կիրառելի չի լինելու, էլի։ Նենց որ էս սյունը, որը որ թիրախի արտահոսք է մեր մոտ բերում ու իրան պետքա բռնել ու շպրտել։ Հա, ինչպես նաև մի քանի սյունել, որ տենց կարան ազդակ լինեն նրա, որ գուցե արժի շպրտել իրանց։ Այնա օրինակ որ բան, Google-ում այդ կամպանիայի ռանգը, եթե կամպանիան արդեն ձախողած մեռած վիճակում է, իր մոտ parza որ այս բանը չի թարմանալու, ռանգը չի մեծանալու, ու նաև internet activity score-ը, ինչ որ չափով ոնց որ այս սրանք անվաներն են, որ նույնիսկ չի ակնհայտ բան են բերում, արտահոսք են բերում, բայց վտանգավորոտ է։ Այք ջան, այսինքն այս փոփոխությունները, որ պետք է արվի դատաների հետ կապված, իրանց չգիտեմ, գցելը կամ պահելը, դա զուտ ճիշտը այդ հենց այդ պահին ինժեների բանն է, մոտեցումն է, հա։ Օրինակ, եթե շատ դատաներ կա, որոնք իրար հետ ունեն բարձր կոռելացիա, արդեն զուտ հենց այդ պահի բան որոշումն է, թե որը գցել, որը թողել։ Ինչ որ տենց հստակ բան չկա, սահմանում չկա։ Որ Դե հա, օրինակի համար պարտադիր պետքա բարձր կոռելացիա ունեցողներից մի հատը գցել օրինակ։ բանից է կախված, իրականում կախված է լինելու կոնկրետ task-ից ու Ա, կոնկրետ ընտրած մոդելներից ամեն ինչից, ասենք, մոդելներ կա, կարող է task լինի կոռելացիա մոդելների կոռելացված լինելը 1000 տարի հետաքրքիր չլինի։ Օրինակի համար, եթե բացատրելիությունը մեզ հետաքրքիր չի, մենք ուղղակի ուզում ենք լավ գուշակություն անել։ Ու նաև մեզ հետաքրքիր չի, թե ինչքան մեծ է մոդելը ու ունենք ինչ որտեղ պահած բան գինը դոլարով ու գինը դրամով, ու նաև օգտվում ենք նենց մոդելից, որը որ բան ինչ որ գծային կապվածությունները իր մեջ շատ վնասներ չեն բերում, այնա կարող պրոստը երկուսն թողենք։ Հա, մեկը անիմաստ կլինի, բայց որակի վրա չի ազդի։ Ահա, օքեյ։ Ահա, ինչ որ տեղը կարող է քրիտիկական լինի։ Նաև բանն է, էլի, ոնց որ ամեն ինչի պատասխանը գալիս է իսկ որ դեպքում նա էլի նորից օրինակ հեսա այս տվյալները մտածենք բերենք նույն scale-ի թե չէ, այդ էլի կախված է լինելու օրինակ նրանից բա ինչ մոդել ենք օգտագործում, եթե ծառային ենք օգտագործում, ծառը 1000 տարի հետաքրքիր չի իրան, թե ինչ ինտերվալներում է դատան, եթե բայց ուզում ենք բացատրենք գործակիցներ գծային ռեգրեսիայի, շատ կարևոր է, եթե ուզում ենք ռեգուլարիզացիա անենք, էլի շատ կարևոր է, ոնց որ սա ոլորտի ցավը նրա մեջ է, որ ոնց որ ոչ մի բանին ուղիղ պատասխան հիմնականում չի լինում, էլի։ Կամ գեղեցկությունը, չգիտեմ, նայած ոնց է մեկնաբանում ոլորտը։ Շաբաթօրյա կկազմակերպենք ստեղ։ Օրինակ այն սյուները, որոնք որ ուղակի մաքուր տեքստ են, կամպանիայի անուն, որ 1000 տարի հետաքրքիր չի։ Short description, որը որ շատ հետաքրքիր է, կարա ահագին օգտակար լինի, բայց շատ ավելի շատ ջանք է իրանից տանելու այդ տեքստային նկարագիրը բերել մեծ տվյալների, որ կարա աղյուսակային տվյալների հետ աշխատող մոդելը կարդա նորմալ։ Դրա համար որպես կարճ լուծում իրան դեռ հələ կգցենք։ Հետո այս նաներին կստանդարտացնենք
եթե տվյալների կեսից շատը բացակայում է, այս սյուները կշպրտենք մի կողմ, ինչի 55% օդից վերցրածոտ ինչ որ մոտավոր թիվ ըստ նրա թե ինչ ենք տեսել բանի մեջ, էլի, այդքան է օդից վերցրած չէ։ Բաշխման մեջ բացակայությունների, բայց նայած չի որ սա ոնց որ հստակ ինչ որ դերից կակված գալիս է, էլի, այդ նախորդ հարցին կապելով, որ հենց 55%-ով պետք է անենք։ Այդ ոտի վրա ML ինժեների գործն է լինելու որոշել թե ոնց է անում։ Հա, հետո կփորձենք այս սյուները բերել նորմալ թվային տեսքի, երբ որ հնարավորություն ունենք դրա, ասենք ես նոու գամ 1-0-ի, ու նաև տենց ոչ բարձր կոորդինալություն ունեցող բաները, որ ասենք 4-5 հատ տարբերակ կա, իրենց one hot encode անենք, եթե 1500 տարբերակ կա, իրենց one hot encode չենք անի, ինչ դժվար կլինի 400 տողանոց դատաստի վրա 1500 լինի, բայց հասկացաք միտքը։ Հա, ու բան չենք անի, այստեղ բացակայող արժեքներին հենց դեռ չենք լցնի, այս էլ կախված է լինելու նրանից թե ինչ մոդել ենք օգտագործում, կա որ կարան ավտոմատ իրենց հարցը լուծեն, բայց նաև ավելի ոնց որ նուրբ վարվելու գործ է պահանջում իրանից, հա, ու նաև նուրբ բանն էլ այն տեսանկյունից, որ եթե արժեքները լցնելու process-ում պատահական օրինակ մինչև տվյալները train ու test validation-ի կիսելը անենք, կստանանք միանգամից տվյալների արտահոսք, որովհետև testing data-ից կարա արժեքը ազդի օրինակ նրա վրա, թե ինչ միջին արժեք ենք լցում։ Այսինքն ոչ թե կարա, այլ միանշանակ ազդի միջինի դեպքում։ Նայեցա, մի խոսքով, այսինքն ինչ որ ձև արտապատկերումների բերենք, ինչ որ բաները ordinal բերենք, ինչը իդեալական չի, ասենք bachelor 0, master 1, PhD 2, բայց գոնե օգնում է սյան քանակը ավելի քիչ պահել ու տենց մոտավորոտ մոտեցում է, էլի։ Այստեղ սաղը մոտավորոտ է, էլի, տենց իդեալական մաքուրի դեպքում շատ-շատ ավելի դաժան է լինելու գործը։ Ինչը նաև իրան կդարձնի տեղին կարգին պրոյեկտ, էլի, դրա համար եթե սրա վրա աշխատեք, բավականին լավ կլինի, ինձ թվում է պորտֆոլիոյի տեսանկյունից։ Բայց մի խոսքով, այս մակրոտոլը աշխատացնենք ու արդեն գանք մոդելինգին։ Մոդելինգում, քանի որ մեր տվյալները նես չի քանակությամբ շատ են, որ ասենք, եթե մի պստիկ տոկոս վերցնենք թողենք որպես թեստ, ինքը արդեն բավական նկարագրական ու զանազան կլինի, չենք կարող մեզ թույլ տանք ասենք 99 ու 0.5 բաշխումներ անենք, ինչը երբեմն օքեյ է լինում, ստեղ կանենք բավականին ավելի մեծ 70-30 բաշխում ու շատ կարող է որ stratified ձևով կանենք իրան, որ թեստում էլ ու տրեյնում էլ թիրախի բաշխումը նույնը լինի, տենց 65-35 բաշխված լինեն։ Հա, ու դրանից հետո բան, NA-ները մեդիանով կլրացնենք։ Բայց հա, սենց նրան բաժանեցինք train ու test-ի, TR ու TE։ Հետո այս train-ը պետք է մի հատ cross validation-ով օգտագործենք, որ եթե հիպերպարամետր ենք ընտրում կամ ընդհանրապես մոդել ենք ընտրում, ինքն էլ արդար լինի, երկու մասի բաժանելը բավարար չի լինում մեզ։ Դե սկսենք ամենահասարակ մոդելներից մեկից, որոնցից որ կարանք սկսենք, այդ բռնել բան անել։ Լոգիստիկ ռեգրեսիա սարքել։ Կսարքենք մեր խողովակաշարը, որ մի հատ ստանդարտ scale անենք, որպեսզի համ օպտիմիզացիան ավելի հաճելի ձևով գնա, համ էլ երբ որ համեմատեն գործակիցները, իրանք արդար լինեն համեմատելու համար։ Հետո լոգիստիկ ռեգրեսիա անենք իր վրա, բալանսավորված բանով էմպիրիկ ռիսկի մինիմիզացիան կշռված ձևով անելով։ Հա, ու հաշվենք ROC-ի AUC-ի։ Ու հետո արդեն գծենք կարևորությունները իրա։ Հա, ու տեսնում ենք, որ այստեղ այն արտահոսքով բանը հələ չենք անել ու կակրաս տեսնում ենք, որ recession survival yes-ը գալիս է մեր մոտ տոպում է հայտնվում։ Սա նաև այս feature importance-ները հաշվելը շատ լավ գործիք է լինում հենց տվյալների արտահոսք բռնացնելու։ Եթե օրինակ գծում ենք, տեսնում ենք միացյուն ահավոր կարևոր է ու մնացած ինչ որ թեթևոտ կարևորություն ունեն, այդ լրիվ ինդիկատոր է նրա, որ այդ սյունը մի բան ժուլիկություն է անում։ Այստեղ նույնիսկ չի շատ տարբերություններով ալնում, բայց առնվազն են, որ ինքը տոպերում է լինում, մեզ տիպում է իր մասին մի քիչ ավելի ուշադիր մտածել։ Հա, հետո գայս ենք տեսնում ենք, որ Եվրասիայում ստարտափի լինելը դրական է ազդում։ Fortune 500, այսինքն աշխարհի 100 ամենամեծ կամպանիաներից մեկում փորձ ունենալը էլի դրական է ազդում, ինչ որ մրցանակներ ստանալը դրական է ազդում, սա խելքին մոտ բաներ են։
TechCrunch կամ ինչ որ ուրիշ ֆորումում իր մասին հոդված ունելը էլի դրական է ազդում։ Ու լավ դատական ազդողներն էլ տեսնում ենք այստեղ կա բանը օրինակ difficulty of obtaining workforce, ինչքան ավելի դժվար է աշխատուժ գտնելը, այդքան ավելի վատ է կամպանիայի վիճ, այդքան ավելի հավանական է, որ կձախողի կամպանիան։ Resource survival no, ահա գտնվեց։ Այստեղ էլ ինչ հետարքիր բան կար։ Difficulty Նա դրանք ինի հետարքիր, բայց այստեղ մի հատ կարևոր բան, որ շատ պետք է նշենք, դա նա, որ մենք մի հատ էլ ֆիքսում ենք, որ բան մոդելը հենց ինքնուրույնով նես չի խայտարակ վատնա, ասենք 87 բան ունի, AUC ունի թեստի վրա, այսինքն մենք երբ որ իրանից կարծիք հարցնենք, ասենք իսկ որն է կարևոր, չի ստացվի, որ ինչ որ խմած ռանդոմ եսիմում ենք հարցնում, ում կարծիքը հեչ պետք չի հաշվի առնել, այլ չէ, ինչ որ չափով նորմալոտ մոդել է, հա, նես չի լավն է առանձնապես, այնտեղ հետո կտեսնենք, որ շատ ավելի բարձր որակներ ենք կարող ստանանք։ Բայց դա գոնե նես չի, աչուձախ պատահական բաներ է խոսում։ Ու հա։ Հա, ու ստեղ ժողովրդի միջոցով ոնց որ այս գծածը մի հատ տերմին եթե բանենք, սա մեր մոտ odds ratio-ն է լինում։ Log odds ratio-ն չի, որովհետև այստեղ մի հատ կոդի մեջ մի բան էքսպոնենտում ենք իրան։ Այսինքն սա ասում եմ բանը մեզ։ Հավանականությունը, որ կհաջողի, բաժանած հավանականությունը, որ չի հաջողի, այդ մեր odds ratio-ն էր ու իր վրա ազդեցությունը։ Դե լավ։ Ու հատկապես ոչ կարևոր ֆիչերները դուրս բերելու համար կարանք օգտվենք lasso-ից, L1 ռեգրեսիայից։ Այսինքն դնենք penalty իրան L1-ը, այստեղ 0.2 թո լինի մեր մոտ բանը, գործակիցը, բայց հիշենք, որ սա հակադարձն է լամդայի, այսինքն լավ էլ ջիգարով լամդա ենք դնում 5 լամդա։ Ու այս աշխատացնելով ինքը 134-ից ընդամենը 43-ին է ընտրում։ Այստեղ էշեշ չեմ ասել, որ բանը ավելացնի, որակը ավելացնի միանգամից իրա։ Պետք է սաղ բջիջները վերևի աշխատացնեմ։ Լավ, սա չենք տեսնի, բայց հետարքիր կլիներ նայել, թե այս 43 հատով ինչքան է որակային տարբերությունը 134 հատանոցից։ Ու սա արդեն կարող հրաշալի լիներ, էլի, եթե պարզվեր շատ չի որակային տարբերությունը, որովհետև կարենք արդեն մենակ այդ 43-ի վրա կենտրոնանայինք։ Ու հա, հաջորդ բանը շատ հեշտ կարդացվող մոդելը, որ կարան գծենք, այդ ծառն է, մի հատիկ ծառ։ Հա, ու սրանք տեսնենք, որ սա էլ կիսվում է առաջինս նրա, թե ինչքան recognition-ներ ունի այդ founder-ը, ինչքան տենց ճանաչված են, սենց ասած։ Հետո ինչքան եթե բան։ Երբ որ ճղվավորում է դեպի բան, ցածր ներողություն, ավելի փոքր հավասար է 2.5-ից, եթե ավելի մեծ է, ուրեմն գալիս ենք դեպի տենց հաջողելու դաս։ Եթե տենց լավ ճանաչված են։ Եթե չէ, ձախողելու դաս ենք դեպի գնում։ Բայց հետո այս հաջողելու դասի մեջ էլ նայում ենք արդյոք ինքը ռեցեսիային գոյատևելա թե չէ, ու եթե չէ, էլի մեկը գնում է ձախողելու։ Ուստեղ կանք նկատենք արժեքներն էլ 8.4 ու լրիվ մաքուր 0, որովհետև այս ռեցեսիայից չանցավ կամպանիաները տենց մաքուր բոլորը ֆեյլած էին, էլի։ Հա, այս միջուղի վրա էլ տեսնում ենք, որ եթե քիչ բան ունի, ռեպուտացիան ցածր է, տենց քիչ recognition ստացել կամպանիան, բայց իր technical proficiency-ն բարձր է, ուրեմն էլի կարան հաջողեն։ Հետո իհարկե հարցը գալիս այդ domain-ում skill-երը իրանց մոտ, բայց մի խոսքով չափից շատ չկարդանք, բայց ոնց որ sense process-ով կարանք էլի ինչ որ չափով պատկերացում փորձենք կազմել, հա, ու սրա մովարակները իմիջայլուց 8.4.5 է, այն մեկինը բաներ, 8.6.7 էր, շատ մոտիկ է իրար էլի, ես 8.7.6 լավ, մի քիչ այդքանը չնեղացնեմ, բայց էլի թեստի վրա արդյունքներով շատ մոտիկ է իրար էլի, այսինքն զուտ 3 հատիկ if-else-ը, 3 խորությամբ if-else-ը արդեն տենց բավականին շատ որակ է ստանում։ Հա, ուստեղ մոռացա նշեմ, որ նաև տեսեք, սա այնքան չի ճյուղավորվում, որտեղ էլ ճյուղավորելու բան չկա։ Այստեղ արդեն ինքը իդեալական մաքուր բան է, տերև է դարել մեր մոտ։ Բայց հա, մի հատ ծառը լավ է, իսկ լիքը ծառերը вообще լավ է։ Սարքենք մի հատ էլ forest ու նայենք իր բանը։
impurity վրա ազդեցությունը տարբեր սյուներին, ու սա ոնց որ ավելի դժվար ընթեռնելի կլինի, պետք է այդ impurity վրա կենտրոնանանք, բայց ստեղ արդեն տեսնում ենք, որ այս internet activity score-ը ու recession survival-ը էլի տենց բարձր դեր են տանում, technical proficiency-ն ու number recognition-ը էլի վերևներն են լինում, ինչպես նաև այն ծառի, մի հատիկանոց ծառի։ Ու հա, ու ստեղ նշում, որ ոնց որ մենք գծել ենք բանը, մեր մոտ այս կարևորությունների absolute արժեքները բանով ենք գծել։ Չենք վերցրել իրանց միջինները, դրա համար ոնց որ ամենամեծ դրական ազդեցություն ունեցողներն ենք տեսնում, կարող է շատ մեծ բացական ազդեցություն ունեցողներ ունենան, շնչից impurity դեպքում չնայած բան չէր, այդքան է կարևոր չէր, գուշակության վրա ազդեցությունը չի, impurity-ն նվազեցնելու վրա կարևորությունն է, բայց ստեղ էլ այս մոդելի մոտ թեստի արդյունքները 95.5 է, ինչը խայտառակ բարձր է, ու կարող ակրած նշան լինի նրա, որ գուցե ինչ-որ բան այդքան է մաքուր ձևով չենք անում։ Այ օրինակի համար recession survival-ը պետքա չներառենք։ Հիմնականում որպես բութմատի օրենք միշտ ոնց որ շատ լավ արդյունքներ նշանակում է պետքա բռնել, հիմա շատ էլ անհանգստանալ, շատ տենց բարձր ինքնակրիտիկայով մարդիկ են միշտ լինում ML-շիկները այս տեսանկյունից, միշտ որտեվ ռիսկա մի բան սխալ անելու էլի ու միշտ մի բան սխալ անելը բերում է ոչ թե խայտառակ վատ արդյունքների, այլ խայտառակ լավ արդյունքների, էլի այդ է դժվարացնում մի քիչ գործը։ Դա լավ։ Հիմա մոդել agnostic մոտեցումներից գանք նայենք permutation feature importance-ը, որպես արագ հիշացում, ինչ որ միացություն ենք ընտրում ու ուզում ենք նայենք առանց այդքան ոնց կլինի մոդելի արդյունքը, ինչքանով կվատանա իր predictive բանը, performance-ը, ասենք ռիսկը ինչքան կմեծանա, ու քանի որ չենք ուզում բռնենք մի հատ թազություն սարքենք, թազա մոդել սարքենք առանց այդքան, ուղղակի այդ սյունը արժեքները, ասենց ասած, աղավաղում ենք իրեն պատահական բաներով, տեղերը փոխելով արժեքների, ինչը երբեմն կբերի անհնար արժեքների, երբեմն պատահական կարանք արժեքը փոխենք, էլի գա մոտավորապես նույն արժեքը, ինչ նախինում էր եղել, իդեալական մոտեցում չի, ինչպես նաև համարը ոչ մի բան իդեալական չի մեր ոլորտում կամ աշխարհում, բայց դա մոտավորապես ինչ որ չափով էլի օգնող արդյունքներ է տալիս։ Ու ստեղ տեսնում ենք այս PFI-ի շնորհիվ թեստի վրա հաշված Internet Activity Score-ը բավականին կարևոր է լինում, Employee per year of company էլի բավական կարևոր լինում, ու սա բավականին հաճելի բան է նաև կարող լինելու, այսինքն սրան տենց անուն չեն կարող շատ կպցնենք։ Technical proficiency to analyze data-տան էլի լավ բարձր է։ Հետո ազդեցություն ալնում նրա վրա, օրինակ ինքը բիզնեսների համար է, թե սովորական մարդկանց համար է, օրինակ բիզնեսների վրա լինելը կարևոր է լինում, շնայց այստեղ ոնց որ երբ որ բինար է, երկուսն է կարևոր են ըստեյության, էլի այստեղ one hot encoding-ը շատ բան չի ասում մեզ, հատկապես ճիշտ one hot encode արածը, էլի ոնց որ այդ երկուսյան տեղը միսյուն է մեր մոտ պարելու sense թեմենց։ Հա, բայց մի խոսքով, ստեղ ես մեր բաները տեսանք, որ իրոք կարևոր դեր էին տանում։ Leakage of սյուները, recession survival-ները այստեղ վերևներում լավ հայտնվել էին։ Ու նրանք է, որ ասում ենք, սրանք մի քիչ վտանգավոր են գուցե, որ գուցե շատ ուղիղ կապ են տալիս մեզ բանի կամպանիայի ձախողած լինելու մասին, այդ ինտերնետի հետ կապված, ինտերնետում ակտիվության հետ կապված սյուները։ Հիմա մի հատ նայենք այս կորելացիայի հետ կապված բանին, թակարդին, որ տենց մի քանի դեպքում օրինակ որպես բերել էի, որ կարան իրանք կարևորություն իրար մեջ կիսեն, որ ասում են օրինակ դոլարով ու եվրոյով կապը լինի, կարա մի հատ մոդել լրիվ դոլարին կարևորություն տա, մեկը լրիվ բանին, լրիվ եվրոյին, մյուսը կիսատ ու երկուսն է իրականում գումարային նույն բանը մեզ տան։ Չնայած սա մի անգամ գրաֆիկով բան արել ենք, երբ որ տեսել ենք սենց անկյունագծի վրա են կիրառվում բաները, որտեվ կուտակվում բաները, երբ որ ռերան ենք անում մի քիչ տարբեր դատասեթերով, որտեվ իրենց գումարային արդյունքը նույնն է, բայց իրանք երկուսն են նույն բանն են ասում, դրա համար ոնց որ բախտի բան է, թե կարևորությունը ոնց կբաշխվի։ Այստեղ եթե բռնենք վերցնենք երկու հատ սյուն, որոնք որ իրար հետ լրիվ իդեալական կորելացված են, ու նայենք կապը այս PFI-ի արդյունքները, երբ որ մենակ մեկն ենք պահում, մենակ երկուսն ենք պահում, ու այդ 1 ու 2-ը իրար գումարած ինչքան արձեք են տալիս, ու երբ որ այդ երկուսը միասին ենք վերցնում ու դրա դեպքում բանն ենք նայում,
նվազելն ենք նայում, այստեղ դա մեր մոտ լինելու է year of funding-ը ու age of company in years-ը, որոնք որ 100%-անոց կապ ունեն իրար հետ։ Ոնց որ մեկը մյուսն է, ուղղակի, ասենք, 24 հանած հիմնադրվելու թիվը հավասար է քանի տարի է գործում կամպանիան։ Ու տեսնում ենք, որ մեր մոտ արժեքներով ստեղ ունենք մենակ մեկը 11, PFI-ի վրա ազդեց RSI-ի մեր մոտ այս դեպքում, մենակ B-ն 0014-ով, երկուսը միասին ազդեցին 0025-ով, իսկ երկուսը միաժամանակ հեռացնելը բերեց 0034-ի։ Այսինքն մենակ այս դեպքում մենք իրոք լրիվ ծերիստեր սիգնալը բանի մեջից հեռացրեցինք։ Մյուս երկու դեպքերում էր մեկը հանում էինք, մեկը սիգնալը մեծամասամբ մեջը մնում էր։ Դա համար ստեղ այդքան էլ խայտառակ շատ տարբերություն չի տալիս իհարկե 0034-0025, ու նաև այս արժեքներն իրենք իրանցով լավ փոքր են ու տենց շատ չի իրոք ազդեցություն որ տալիս են, որ շատ ուղիղ սրա մասին խոսանք, բայց ամեն դեպքում գոնե օգնում են բանը տեսնել, ազդեցությունը տեսնել մեր մոտ։ Լավ, ու մի քանի բան էլ եթե նայենք, ըստեղ ես ահավոր խորտ կտամ, ում թեման հետաքրքիր է այս կոդը վերցնել կամ ձերը գրել ու խորանալ ուրիշ արժեքների մեջ էլ, որտեվ բավականին հավես բաներ կարա մեջը երևա։ Բայց եթե բռնենք ստեղ գծենք մեր մոտ բանը, partial dependence plot-երը, այս էլ ստանալու համար բռնում էինք ուղղակի մի հատ ինչ-որ feature-ի համար տարբեր արժեքներով հերթով անցնում էինք ու նայում էինք ամեն մի տողի համար եղած արժեքները թե ինչ է տալիս։ Այսինքն օրինակ առաջին տողը եթե վերցնենք ու իր մեջ ընտրենք number of recognitions for founders and co-founders-ը ու իրան հերթով արժեքները փոխենք իրա, թե ինչ արժեքներ կստանանք մեր մոտ։ Սա ոնց որ ինչ-որ չափով օգնում է պատկերացնել ավելի տենց բանը։ Մի հատ գրաֆիկով պատկերացնել կապը թիրախի հետ։ Ու IC plot-ը դա նա որ ամեն ինչ գծում ենք բոլոր տողերի համար, PDP plot-ը նա որ ուղղակի բան ենք անում, միջինացված ձևով ենք իրան գծում։ Ու ստեղ էլ սա մեր մոտ բանն է։ Այս դեղին գիծը էլի նույն average-ն է, որը որ նույնն է, ինչ էս ձախ նկարում։ Այտենց չի թվում, որ նույնն է, նրանից է, որ այստեղ իրականում մենք բան ունենք, zoom ենք արել ահա որ ձևի, այստեղ 0.64-ից 0.74, այսինքն այս ինտերվալն է գծած, դրա համար այս կտորում իր այդքան շատ փոփոխությունը, նայեք, այստեղ իրականում տարբերություն տալիս է, այսա եթե նայեմ ու այսա։ Բայց այստեղ ավելի զգացիկ է, քան երբ որ 0-ից 1 են գծել, դրա համար պետք չի շփոթվել, ուղղակի նաև պետքա եւս մի դաս, թե ինչի է միշտ պետք գրաֆիկները կարդալը ուշադիր նայել ու միանգամից հայացք գցել, թե թիրախը բան, թե y առանցքը որտեղից է սկսում։ Բայց դա գոնե պատկերացում ենք տեսնում, թե ոնց է բան անում, դրական ազդեցությունը բանի, recognition-ների, որ ասենք այս սկզբի արժեքներում մոտավորապես նույն բանն է, հետո սկսում է կտրուկ աճ տալ, ու ինչ որ բայից սկսած արդեն ինչքան շատ ներս չի շատ տարբերություն է տալիս։ Ինչպես նաև դա կարող բանված լինի նրանով, որ այս վերևի ինտերվալում նենց չի իրոք շատ արժեքներ կային, եթե մի հատ վերևից նայենք սրա բաշխման գրաֆիկը, ամենայն հանրակցությամբ կտեսնենք, որ այստեղ համարյա արժեք չկա։ Իմաստը ինչ որ համարյա նոր սիգնալ էլ չկա, էլի, որ բանը ցույց տա մեզ։ Դե հիմա բռնենք գցենք այս բանը, ռեցեսիայով սյունը, որը որ վստահ ենք, որ թիրախի արտահոսք է բերում, ու իրանով կտեսնենք, որ այդ բանի հետ միասին թիրախով 0.955 էր լինում, առանց թիրախի 0.949 է լինում։ Այսինքն մի դեպքում 0.45-ով էր սխալվում, մի դեպքում 0.51-ով, մոտավորապես մի 10 քանի տոկոսով, եթե տենց բանով նայենք, ավելի վատ սկսեց աշխատել, բայց ոչ թե ավելի վատ, այլ ավելի ազնիվ։ Ու ոնց որ շատ կարևոր չի ինչքան է նվազում, ինչքան է բանում, որտեվ ընտրություն չունենք, պետք է իրան գցենք, որովհետև ճիշտը դա է անելու։ Ու նաև եթե նայենք իրան այն մնացած բաներով, որոնք որ մտածում էինք գուցե ինչ որ իրանց մեջ թիրախ պարունակեն, այդտեղ այդքան շատ սուպեր տարբերություն չէր զգացվում ու նաև այստեղ մի քիչ ավելի արագ կթերթեմ, որտեղ չեմ ուզում սրանց մեջ շատ խորանանք։ Հետո եթե կուզեք այս նոթբուքը ավելի մանրամասն նայել, բավականին արժի։ Հիմա գանք արդեն ոնց որ այդ թիրախը հանած մի հատ ավելի ուժեղ նորմալ IGBM սարքենք։
Հա, LGBM-ը իր մեջ նրբություն ուներ, որ սյան արժեքների մեջ բան էր անում, որոշ սիմվոլներ թույլ չէր տալիս, օրինակ հարցական չէր թողում սյան անուն մեջ դնել, դրա համար ուղղակի մի հատ արագ իրանց մաքրենք, հա, ու հետո սահմանենք մի հատ օբյեկտիվ խայտառակագույն մեծ, սա ես եթե սարքելու լինեի, այսքան բան մեջը չէի ներառի, ավելի տենց թիրախով ընտրված կնայինք էլի, բայց 100-ից մինչև 600 ծառ կփորձեինք իրար հետևից սարքի, հետո 0.1-ից 0.3 բան learning rate կփորձի, բայց learning rate-ը հիշում ենք, որ լոգարիթմական ենք իրան ուսումնասիրում, ավելի խելքին մոտ է, ինչպես նաև ռեգուլյացիայի պարամետրերը։ Դրանց վրա հետո num_leaves ու max depth-ի վրա պարամետրերով, այսա օրինակ որ ասում եմ ես այս ամեն ինչը չէի ներառի, որովհետև մեկը մյուսի հետ ուղիղ կապված է, էլի։ Օրինակ կարամ ասեմ LightGBM եմ անում, LightGBM-ը գիտեմ, որ ինքը տերև առ տերև է սարքում ծառը, ոչ թե մակարդակ այլ մակարդակ, այսինքն ինքը կարա ունենա տենց ոչ սիմետրիկ ծառեր, ինքը մենակ կիսվում է այն դեպքում, երբ որ արժի կիսվել, ոչ թե երբ որ պետքա ուղղակի միս ունել մի մակարդակի ներքևից չնենք, ուղղակի կբռնեի մենակ num_leaves-ով կաշխատեի, max depth-ը կգցեի մի կողմ ու արդեն ոնց որ մեր բան Bayesian օպտիմիզացիային մի պարամետր քիչ կտայի աշխատանքի համար, բայց դե ոչինչ, հիմա Claude-ը սենց է գծել, եթե իրան մի քիչ ավելի թիրախային խնդիրը տայինք ավելի լավ կգծեր, նես չի ֆայմում Claude-ը ուզում եմ ասեմ, բայց ամեն դեպքում այդքան է օպտիմալ կոդ չի, բայց գանք իր պատկերացումը որ նայենք, լավագույն 5 հատ fold-ով CV-ին 0.97 մեզ տվեց ստեղ ու հենց ամենալավագույն պարամետրը մեր մոտ տալիս է բանը։ Հետևյալ պարամետրերով 557 հատ ծառ, 0037 learning rate, 15 տերև, հաճելի է որ 2-ի աստիճան -1 բռնացրել, մենք էլ հիմնականում փորձելով այդպես ենք փորձում։ Max depth 9, որ անիմաստագույն պարամետրը, սա մեզ որպես այդպեսին բան չի ասում, Սրանց պոտենցիալ կարա մենակ մի ուղությամբ կիսվելով գնա ու 15 տերևի հասնի, բայց պրակտիկ այս max depth 9-ը, եթե 7 լիներ, 8 լիներ, տարբերություն չէր տալու մեկը, դեռ 5 լիներ, 4 լիներ, 4-ը մի քիչ ռիսկային է, 4-ը եզրագծի վրա է։ Այդ մի խոսքով, ուրիշ լիքը պարամետրեր, որ ժամանակ խնայելու նպատակով այդքան շատ չենք խորանա, բայց կարանք հետարքության համար գծենք, տեսնենք պատկերացումը գոնե ոնց է եղել իրա, տարբեր trial-ներով, ու նկատենք, որ հենց առաջի փորձից այս 9625-ի մոտակայքում եկել է, հետո մի քիչ լավացրել, հետո հոպ ռեսկի լավացրել է, ու այսրանից հետո սկսել է իրա բանը։ Այստեղ իրա extrapolation ու բան անել, վայ, որացավ մյուս բառը։ Extrapolate ու exploration versus Այստեղ տեսնում ենք exploration ու exploitation-ի տարբերությունը, ինչքան է թափառում մանգա հետարքիր բաներ ու ինչքան է խորանում տեսած լավ ուղությամբ, կարանք նկատենք, որ սկզբում ստաբիլ լավանում է, հետո այս բայից հետո արդեն սկսում է խարխշտիկ էքսպերիմենտներ անել։ Գնում է տարբեր տեղեր, տարբեր արժեքներ անայում, ստե մի հատ եկա պատմություն ինքը ավելի վատ արժեքների մեջ է լինում։ Սա ոնց որ պատկերացրեք մի հատ ինչ որ մասնագիտության մեջ ինքը հաջողել է, հետո ասում է կարող է ինչ որ մասնագիտությունս փոխեմ, որ գնա փոխելու լիքը ժամանակ ձախողելու է, մինչև որ իր թազա մուսան չգտնի, ու դա տեղի անում է վերջի trial-ների կտորում, երբ որ մի հատ ավելի լավ արժեք գտնում է, հետո էլի է թազա էքսպերիմենտում, հետո մի հատ էլ ավելի լավ արժեք գտնում, հետո էքսպերիմենտ ու 30-ը լրանում է։ 30 իտերացիան ահա որ քիչ է, հաշվի առնելով նաև որ այդքան իրեն մի աշխարհ հիպերպարամետր ենք տվել, պրակտիկ մենք կնայենք ավելի թիրախավորած, ավելի քիչ մեր մտածած ծաղկաքաղարած հիպերպարամետրերի վրա, իրան կբռնեինք ու բան կանեինք, ավելի երկար ժամանակ կասեինք դե գնա ուսումնասիրի, ու այդ ավելի լավ արդյունքների մեզ կբերեր, տենց մի 99%-ով վստահ եմ, որ ավելի լավ արդյունքների կբերեր, հա, ու թեստի վրա արդյունքներն է, որ ստեղ նայենք, տեսնում ենք, որ tune արած LightGBM-ը 927 է, երբ որ tune չարածը 938 է, Սա երկու բան կարա նշանակի, մեկը այնա, որ գուցե այս մեկը ավելի քիչ overfit է անում, մենակ թեստին նայելով դա չենք տեսնում, միշտ պետք է այդ երկու թվերին է նայել, այս էլ կրկին ոնց որ թիպ բան, նոթբուքի մակերեսայինության օրինակներից մեկն է,
Արգումենտն էլ նա, որ գուցե իրականում այսքան մեծ տիրույթի վրա իրան, որ ասել են գնա ման արի, ու այդքան քիչ փորձ ենք տվել, ինքը չի հասցրել գտնի ավելի լավ բան, քան default-ներ մեր մոտ, ու հետաքրքիր է, որ random forest-ը էլ ավելի լավ արդյունք է մեր մոտ տալիս։ Ամ, Բայց հա, այս ամեն ինչը հետաքրքիր բաներ են, որ պետքա գնանք ավելի իրանց պոչը բռնենք, խորանանք ու ավելի մանրամասն գործանենք, էլի։ Այս վերջացած արդյունք չի, ոչ մի դեպքում։ Մի հատ պրոստը թեթև հիշացնելով կալիբրացիայի թեման, այստեղ գծենք նաև կալիբրացիայի բանը, գրաֆիկը, ու տեսնենք, որ այնտեղ նաև հատկապես որ բան էինք տվել, թիրախին ասել ենք weighted բանարա, weighted ձևով ռիսկի մինիմիզացիան արա, այստեղ ստանում ենք ահավոր ձևի ինքնավստահ մոդել, որը որ կալիբրացիայի կարիք ունի, եթե մեզ իրականում հետաքրքիր լինի կալիբրացիա անելը, էլի ընդհանրապես, եթե չէ, հա ինչ որ կալիբրացիա արած չի։ Ու մեկ էլ ոնց որ այս վերցրած ծառի համար արդեն եթե գանք ու shop անենք, ասում ենք import shop, վերցնում ենք այս մեր տվյալներից արժեքներ, random state ենք բանանում, random state ենք անպայման fix-ում ու աշխատացնում ենք մեր բանին, ծառային explainer-ին, որը որ ոնց որ տեսական շապլին, որ գմփում է էքսպոնենցիալ իր բանը սյուների քանակի հետ, մոտարկման ալգորիթմներ են լինում ու ծառայինների համար կա հատուկ ծառային մոտարկման համար ալգորիթմ։ Իրան գալիս օգտագործում ենք, explainer-ն ենք ստեղ գծում, ու արդեն ոնց որ այս s1 որ կա, այս դրա հիմքով կարանք լիքը ուրիշ բաներ հաշվենք, օրինակ համար բացարձակ արժեքներով ստեղ գանք գծենք, տեսնենք մի հատ միջինը ինչքանն է եղել արժեքների, միջինում գուշակությունը եղել է մեր մոտ բան 4 ու շատ փոքր թվերի մեջ են ցավոք սրտի, այս ձևով գրածով այդքան է հարմար չի։ Հա, լավ չէ, ներողություն, սա մի քիչ ուրիշ բանի համար էր անում, նայում էր բանը։ Գուշակած արժեքները համեմատ եղած արժեք գումարած եղած գուշակություններ, որ տեսնի իրար հետ բռնում են թե չէ, որովհետև все-таки այս բանը երբ որ անում ենք, three shop-ը անում ենք, մոտարկում ենք անում, ու գուցե մոտարկումը այնքան վատ լինի, որ արդեն ոնց որ երբ որ մենք ունենք այդ որ գուշակությունը եղել է 0.9 օրինակ, ու մեր գործնա shop-ի, ասենք, ու միջին գուշակությունը 0.4-ն է, իր գուշակությունը, իր գործնա 0.5-ը արդար ձևով բաշխվել մնացածի մեջ, ու եթե օրինակ այդ բաշխումը այնց վատ անի, որ այդ միջինին գումարենք տված բաշխումները կշիռների ու ստանանք մեր եղած թիրախային արժեքից 0.9-ից շատ ավելի տարբեր թիվ, դա կնշանակի նա, որ ոնց որ շատ վատ է գործը արած ու չարժի ընդհանրապես սրան բան անել, սրա մեկնաբանություններին հետևել, բայց այս դեպքում համար հարթացնում ենք, որ իր մաքսիմալ շեղումը լինում է տես 10-3 աստիճանի կարգի, բացարձակ residual-ով, ու հա, ու սա նշանը նրա, որ կարանք շարունակենք նշանը նրա, որ պետք չի ստոպ տանք շապը օգտագործել։ Առնվազն տենց պնդում կարանք դեռ անենք։ Հա, ու արդեն անցնենք իր ավելի ստանդարտ գրաֆիկների։ Օրինակ գանք ստեղ վերցնենք մի հատ ինչ-որ կամպանիա, որը որ բանա, համար 13 կամպանիան, որը որ իրականում գիտենք բանա արել, ձախողել է, հա, ու նայենք իր համար գուշակությունները ոնց են շարժվել, ավտովել է ստեղ shop.plots.waterfall։ Այստեղ տեսնում ենք, որ միջին գուշակությունը 0.62-ն է մեր մոտ լինում, այնտեղ նաև ինչ-որ միջինում էլ 65.6 էր բանի տոկոսի, ինչ-որ չափով դրա հետ էլ է ինտուիտիվով բռնում, ու տեսնում ենք, որ ստեղ էլի այն, որ ինքը ունեցել է 0.6 աշխատող, 0.6, բայց այնտեղ ստանդարտացրել ենք սյուները, 0.6-ը չի նշանակում կես մարդուց մի քիչ ավել, այս հավանաբար փոքր թիվ է նշանակում իրանից ու բերել է նվազման, հետո նրանից որ ինչ-որ մեծ տվյալների բիզնեսի մեջ էին, դա բերել է նրան, որ չէ, սյոտիկի կհաջողի, հետո այն, որ 7 տարվա է կամպանիան եղել, մի քիչ բացական է ազդել, հետարքիր ասամ, ընդամենը 63 recognition-ը մի քիչ բացական, բայց էլի տեն շատ փուճուրիկ չափով,
Ահա, մի խոսքով, ասենց եթե հավես ունենք, կարանք մի քիչ ավելի խորանանք, բայց այնտեղ նաև իրականում ավելի խորանալու ավելի սկզբից էր պետք անել։ Մի քիչ ավելի գլոբալ մակարդակով եթե ուղղակի միջին շապի արժեքները նայենք, տեսնում ենք արդեն ոնց որ նույն երգը ինչ նախորդ տեղերում էլ էինք լսում, աշխատողների քանակ, recognition-ներ, ու նոր բաներ, օրինակ structured or unstructured data է այստեղ բերում, թե իրանք ինչ տվյալների վրա են կենտրոնանում, ստարտափի դեպքով մի քիչ ավելի ակնհայտ չի թե հենց կոնկրետ ինչ իմաստով ասա, բայց ամեն դեպքում ինչքան տեխնիկական են դրական է ազդել, internet activity score դրական, ու մնացած 117-ը պլյուս 0.13 է բերել։ Այստեղ ժողովուրդ, մի հատ էլ բան որ կարևոր է նկատել, ոնց որ այստեղ է սրանք պլյուսերը որ իրար հետ անենք, սրանք չպետք է տան բան 101, որտեղ սրանք ենա թե միջինից սկսած ինչքան ազդություն եղել, այսինքն այստեղ տեսնում ենք որ այս 113 117 հատը 0.13 ու այստեղ էս մնացածը որ նայում ենք, այստեղ 009 008 ամենամեծերը, այսինքն սրանք լուրջ պատմություն են, էլի, նենց չի, պրոստը ինչ որ փոճորիկ բան են։ Բայց նաև այստեղ պետք է զգուշ լինել նրան, որ երբ որ մենք նայում ենք բացարձակ արժեքով, պլյուսներ, մինուսներ, երբ որ ուրիշ դեպքում պետք է իրար գային խեղդեին, այստեղ իրար հետ միավորվում են, ու կրկին նույն պատմությունը կարելի է ավելի մանրամասն նայել այս ամեն ինչին։ Մեկ էլ մի հատ էլ արագ էս մեր բանը, մեղվաբույն, չէ բույն։ Մի խոսքով մեղվատնակը, որ միանգամից բոլոր կետերի համար կգծի, բարեբախտաբար 472 կետը փոքր բան է, այստեղ 15 շուն ցույց տանք իրան, բայց դե կետերը լրիվ նայենք, տեսնում ենք, որ օրինակի համար այս structured or unstructured data-ի վրա ֆոկուսը շատ པարզ ուղիղ ձևով կապ ունի։ Ինչքան ավելի արժեքը մեծ է, այդքան ավելի բացասական է ազդեցությունը։ Հետո այս նույնը big data-ի հետ կապված ուղղակի պատմությունը հակառակն է դառնում։ Employee-ների քանակը, երբ որ քիչ աշխատող է, բացասական է կապը, երբ որ մի քիչ սկսում են շատանալ, սկսում է ավելի բան անել, դրական լինել, հետո ինչ որ տենց շատոտի դեպքում արդեն ինչ որ այն բանի բանը գայս, էլի, որ այնպես չի շատ էֆեկտիվ են ու սկսում է խառը պատմություն դառնալ մեր մոտ ստեղ, ու էքստրեմի դեպքում էլ արդեն կետիկները պրոստը շատ քիչ են, էլի, այստեղ շատ բան չեն կարա պատմենք, բայց կա շատ մեծ կամպանիա, որ համ ձախողել է, համ բան չի ձախողել։ Չէ, ներողություն, կա կամպանիա, որ շատ մեծ դրական ազդեցություն է ունեցել շապի վրա, չնայած որ բան, իր մոտ արժեքը եղել է համ տենց շատ բարձր, համ ոչ այդքան շատ բարձր։ Ու մեկ էլ ստեղի PDP բլոտի տարբերակը եթե գծենք, բանի համար employee per year of company existed աշխատողների քանակի, այստեղ հիմնականում քիչ աշխատող ունենք, բայց པարզ հստակ աճի բանը զգում ենք։ Հա, ներողություն, այստեղ իրականում սա երկչափ է, մի հատ էլ կա exposure across the globe, սաղ աշխարհով ինչքան տենց տարածված է կամպանիան ու ինչքան է տենց լոկալոտ մնացած։ Մի քիչ մակերեսային, մի քիչ շատ մակերեսային տոնքերով է անցնում, բայց առնվազն ոնց որ գոնե իմանաք դեպի ուր կենտրոնանալ հետո։ Այջան, այս թեման տենց ավելի խոր ուսումնասիրելու համար ինչ է ավել պետք անել էս։ Ինչ Իրականում ավել բան կարելի է կարդալ սրա մասին։ այդ բանի տեսանկյունից, ոնց որ կարդալու տեսանկյունից ես այս բանին երևի շատ բան խորհուրդ չէի էլ տա։ Ոնց որ մենք առանց դրա էլ չափից շատ լայն ենք գնացել, էլի, ոչ թե խորը։ Ահա։ Ես ուղղակի խորհուրդ կտայի, ոնց որ պրոստը ավելի լավ հասկանալ ու ավելի ջիգարով ուսումնասիրել այս ամեն ինչը, էլի։ Ոչ թե ասես պրոստը վրազի մեջ մի հատիկ գրաֆիկ ինչ որ բանի համար շփթփ կարդացին գնացինք առաջ, ոնց որ դեմոնստրացիա է, էլի, ոչ թե ուսումնասիրություն։ Իսկ կա տենց ինչ որ կայք օրինակի համար, չգիտեմ, Python-ի համար կա, չգիտեմ, խոսքի lead code-ը, որ կարաս մտնես մեջից ինչ որ բաներ գրես, ինչ որ պրոյեկտներ անես փոքր-մոքր, կա նույն բանը սրա համար, ML-ի համար, Կար որ մի հատ կարաս ինչ որ տենց, տենց ահա, բան, որ տենց հենց վարժություններ էին ML-ի սենց ասած։ Հիշում եմ մի հատ ինչ որ կայք կար, որ հենց իրան տենց էր ռեկլամանում, հենց lead code-ն երևի ինչ որ բաներ ունի։
չեմ կարող ավելի մանրամասն ասեմ, բայց կարող եմ որպես խորհուրդ ասեմ, որ ես բան չէի անի, ես խորհուրդ չէի տա այտենց վարվել, այսինքն ասենց ասած են Profound Academy-ի ոճով խնդիրները, որ փոքր-փոքր հարցերով առաջ ես գնում կամ ինչ որ թեկուզ փուճուրիկ ինչ որ մի քանի հատ ֆունկցիայով պրոյեկտ անելու մակարդակի բաներ են լինում, այդ լավ է իհարկե, բայց այդ ուղղակի առաջի կետն է, էլի։ Ես այ շատ խորհուրդ կտայի ոնց որ այն մոտեցումով գալ, որ բռնել մի հատ ինչ որ ամբիցիոզ պրոյեկտ վերցնել, փորձել անել, չկարանալ ու ստիպված ոնց որ գնալ խորանալ, հասկանալ թե ինչերն է որ չի ստացվում, իրենց ոնց որ ավելի մանրամասն նայելով առաջ գնալ ու արդյունքում ունենալ ոնց որ սիրուն սիմպաթիչնի պրոյեկտ էլի մի հատիկ, ոչ թե ասենք 30 հատ վարժություն արած։ Ահա, օքեյ։ Իսկ դրա համար էլ ոնց որ ամենաշատը ես խորհուրդ կտամ բան, Kaggle-ից կամ Armstadt-ից կամ ընդհանրապես որտեղից ուզեք վերցնել նես դատասետ, որ ձեզ իրոքից հետաքրքիր է, ասենք ես startup success-ը ես օրինակ ինձ ինչ որ ձանձրացրած է այս դատասեթը, նենց էլ չի տենց ինչ որ այդքան շատ տվյալներ ունի մեջը, որ այտենց իրոք շատ լուրջ ազդակներ տեսնենք կամ արդարացնի իրան այդքան երկար մաքրելը, դրա համար ասենք ես էլ գործնական նսարկելուց այդքան չեմ խորացել, շատ բաներ գալու է ձեր մոտ, ինձ թվում է ոնց որ առնվազն իմ մոտ տենց է, բայց ինձ թվում է դուք էլ կհամաձայնվեք, որ ոնց որ այն թե ինչքան պետքա ջանք թափեք, երբ որ հատկապես դժվար է գնալու կամ երկար ժամանակ չի ստացվելու, կախված է լինելու նրանից, թե ինչքան իրոք հավես ունեք, ու այդ կլինի այն դեպքում, երբ որ սրտանց հետաքրքիր կլինի ձեզ, թե իսկ ինչ կարանք քամենք այս տվյալներից, համար պրոստը ձեր ճաշակով մի հատ բան վերցրեք ու տենց ոնց որ ինչքան կարաք, սենց մզեք մինչև վերջի կաթիլը, այդ արդեն մի այլ կարգի շատ գիտելիքների ամրապնդման կբերի, էլի։ Իսկն շատ նոր գիտելիք, որպես այդպեսին պետք չի, էլի, միատեսքանը նստացնել ավելի շուտ պետք է խորհուրդ տայի։ Մեկ էլ մի քիչ էլ լայմից խոսանք, տենց բավականին արագ, լայմի հետ կապված էլ, բայց մեր մոտ միտքը նա էր, որ ինքը լոկալ սուրոգատ մոդել է սարքում, որը որ փորձում է գուշակություն, այսինքն կետը վերցրեց, մի հատ ինչ որ մեր ուզած տողը վերցրեցինք, տվեցինք իրան, ինքը այդ տողի մոտակայքում սարքում է արհեստական փուճուրիկ նոր տվյալներ, իրանց կշռում է ըստ հեռավորության ու բան է սարքում։ Մի հատ հասարակ հասկանալի մոդել է սարքում, որ արդեն այդ մոդելը բացատրելով գնանք առաջ։ Սա բերում ենք մենք բանից, հենց Lime կոչվող գրադարանի Lime Tabular-ի ենթաբաժնից, որտեղ այս Lime-ը նաև նկարների ու տեքստերի վրա էլ է կիրառվում։ Նկարներից են գայլ խասկին ու գայլը կհիշեք, որ ձյան կլասիֆիկատոր կար մեր մոտ։ Այս մի խոսքով, ու իրան պետք է լինելու մի հատ ֆունկցիա, որ գուշակություն կանի։ Այսինքն պետք է վերցնենք այդ մեր մոդելը, իր համար գուշակություն ունենք ու նա որպես արժեք հետ տանք, որ Lime-ը կարողանա արդեն մոտակայքում բաներ սարքի, էլի։ Այստեղ սրան վերցրեցինք tabular explainer-ին, մի հատ ինչ որ կոնկրետ տող վերցրեցինք, ասենք 3-րդ տողը, չգիտեմ որտեղ է սամոված է։ 13-ն է, այն բանն էր։ Այն շապի ժամանակ մի հատ վատ կամպանիա, որ ձախողած կամպանիա, որ վերցրել ենք, դա էր։ Ուհա, ու իրա վրա run անենք։ Ու արդեն կստանանք բացատրություններ։ Եթե structured կամ unstructured data-ի բան վրա կենտրոնացած լինելը 0-ից փոքր է, դա բերում է 0.125-ով աճի։ Նույն պատմությունը շապի մեջ էինք տեսել։ Կամ num recognition-ը 2-ից 80.5 լինելը էլի դրական բանի է բերում։ Սենց ինչ-որ բացատրություններ, մեկ էլ մի հատ էլ արագ ուղակի ոնց որ կոդի մակարդակով տեսնելու համար բանը եթե նայենք, այս counterfactual բաները, explanation-ները, սրա միտքն էլ նա էր, թե ոնց կարանք մի հատ ինչ-որ կոնկրետ դատասետ, կոնկրետ տողի համար, որը որ մի հատ կոնկրետ կամպանիա, որը որ ձախողել է, իրան ինչքան նա ուրա կարճ ու պարզ ձևով ասենք, թե ինչ պետքա լիներ, որ բան լիներ։ Ինքը իրականում հաջողեր կամ հակառակը։ Այսինքն որն է այն ամենափոքր փոփոխությունը տվյալների մեջ, որ կարանք անենք, որը որ բերում է թիրախի փոփոխության, հա, բայց նենց բաներ, որոնք որ ռեալիստիկ են, էլի, այսինքն օրինակ չասենք, գնա 3000 հոգու էլ գործի վերցրու, ինչ որ փուճուր սկսնակ կամպանիային, ասենք 3000 մարդ էլ որ գործի վերցներ կհաջողեիր, հա։ Դրա համար այստեղ կարանք բան անենք, բռնենք, սահմանենք, թե ինչերն ենք ուզում իրան թույլ տանք, որ
ինչ ինտերվալներով ենք ուզում իրան թույլ տանք, որ փոփոխություններ անի։ Հա, այստեղ սահմանված է ինտերվալ, թե ոնց որ ինչ արժեքների, ինչ տիրույթներում կարա ինքը աշխատի։ Նկարած այս բանը, co-founder-ները 1-ից 5 փոփոխես, խորհրդականներին 0-ից 8 փոփոխես, այս proficiency-ին կարա 0 կամ 1 բան անես, ու ոնց որ այդ դրանց ուղակի տանք, ու ասենք հենց ուղակի այդ դրանց վրա բան անի, աշխատացնի ու փորձի գտնի բաներ, counterfactual-ներ, ինչը պոտենցիալ հնարավոր նաև չկարանա գտնի, բայց ամեն դեպքում սրան որ ռանտանք ու նայենք արդյունքներին, այստեղ տեսնում ենք, որ այս մեր 13-րդ կամպանիայի համար գուշակությունը եղել է իր 0.41 ու հետո երբ որ արվել է փոփոխություն, որ այս sales վաճառքով զբաղողների մատերիալները 1-ից սարքել են 2 ու այս technical proficiency-ին 0-ից 1 են դարձրել, 0.41-ը թռել է 0.84։ Իսկ կոնկրետ այս մի ստարտափի համար այդքան էլ բան չէր, էլի, ինչ որ այդքան սուպեր դժվար չէր նկարագրել, թե ինչ պետք է լիներ, որ հաջողեր։ Բայց ըստ մոդելի, իսկ այստեղ էլի կրկին բան շատ մեծ նշում, որ ամեն ինչը արվում է մոդելի բացատրությամբ, էլի ոչ թե տվյալների բացատրությամբ։ Այսինքն մոդելը եթե տվյալները լավ չի մոդելավորում, այդ մոդելի սաղ բացատրությունները 1000 տարի հետաքրքիր չեն մեզ։